Պարոն Արշակյան, Հայաստանում էր Ռուսաստանի խորհրդանի ղեկավար Մատվիենկոն, սա ինչ տվեց այս հայցը Հայաստանին, ասում էին Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, բայց հետո գնացին ծաղիկներով դիմավորեցին։ Մեզ չգիտեմ ինչ տվեց, որովհետև տալու բան չունի այսօր Ռուսաստանը մեզ չունենալու պատճառով։ Հիմա Ռուսաստանը որևէ բան չունի, որ կարող է տալ։ Անվտանգություն չի կարող տալ, ռեսուրսներ ֆինանսական չունի, որ նվիրի, բարոյական աջակցություն չի կարողանում ցույց տալ, որովհետև երեք չի առաջ օրը մի քրիստոնյա էին առևանգել չեչենները, պարզվում է, որ Չեչնիայի ազգային գվարդիայի պաշտոնյաները առևանգել էին օդանավակայանից, կարծում նույնիսկ հայ է այդ առևանգվածը, և Չեչնիայից պատճառաբանեցին այդ առևանգելու պատճառը, ասեցին, որ դա հակամահմեդական կոչեր է արել, անհարգալից է եղել մահմեդականության նկատմամբ, դրա համար մենք որոշեցինք դրանով զբաղվել, իսկ դա երեք չի առաջ օրն էր, իսկ երեք կարգալուծ արեցին մի ռուս հոգևորականի, որը ասել էր, որ մահմեդական մոլլան եթե հրամայի Մոսկվայում մահմեդականները մոսկվացիներին կմորթեն, ու դրա պատասխանը նույնպես կա, շատ հետաքրքիր պատասխան է, նորից մահմեդական պաշտոնյան ասում է, որ զգուշ եղեք, Ռուսաստանում տեղաբնիկ 30 միլիոն մահմեդական կա, 2 միլիոն մահմեդական կա աշխարհում, 2 միլիարդ մահմեդական աշխարհում, 30 միլիոնը Ռուսաստանում, դուք կատակ մի արեք, ձեզ լուրջ պահեք, այդ հոգևորականին ուղղափառ եկեղեցու, ռուս ուղղափառ եկեղեցու պատժեցին այդ հայտարարության համար, այսինքն Ռուսաստանը պատժեց մոլերանտ հոգևորականի, ես պետք է ասեմ, դա մեզ համար էլ է կարևոր տեղեկություն, մեզ համար մենք պետք է կողմնորոշվենք, Ռուսաստանը այդքան լուրջ կախվածության մեջ է մահմեդական աշխարհից և թուրքական աշխարհից, նա մեզ ոչինչ չի կարող տալ, ոչինչ չի կարող տալ, չունի որևէ բան, որ տա, ուրեմն իսկ ինչ ստացավ ինքը այդ այցելությունները, ինչ էին տալիս, ես կարծում եմ, որ մեր արմյաշկաներին մխիթարող արմյաշկաներին, նրանք ովքեր որ հույս ունեն, որ դեռևս ինչ-որ բան կարող են շորթել Ռուսաստանից, դրանք շորթիչներ են, օրինակ, չգիտեմ, դուք տեղյակ եք թե չէ, կա Ռոբերտ Քոչարյանի ինտերվյուն ձեր գործընկերոջը, որը հարցնում է, գույք պարտքի դիմացը ինչ տվեց մեզ, Ռոբերտ Քոչարյանը, ասում է, որ գիտեք ինչ տվեց, մեր $100 միլիոն մնաց Հայաստանում, մեր գույքը, որը մենք տվել էինք դրա դիմաց Ռուսաստանին, դա նույնպես մնաց Հայաստանում, այսինքն բառացիորեն հայտարարում է, որ մենք խաբել ենք Ռուսաստանի իշխանություններին և Ռուսաստանին, դա է նշանակում, որը շատ-շատերի կամ շատ քչերի համար դեռևս օրինակելի գործիչ է, օրինակելի քաղաքացի է, օրինակելի անձնավորություն է։ Լավ բան է արել այսինքն Քոչարյանը։ Տեսեք ասում է, որ հայ ժողովուրդ, մի անհանգստացեք, գույքը, որ ես վաճառել եմ, մնացել է Հայաստանում, դա մերն է։ Իսկ այն 100 միլիոնը, որ պետք է տայինք Ռուսաստանին, դա չենք տվել,
Դա էլ է մնացել Հայաստանում։ Հիմա եթե դա հաշված էր, որ միայն հայերս պետք է իմանանք ու ուրախանանք, ասենք լավ էր էլի, իրանց լեզվով ասեմ, գցեցինք Ռուսաստանին, համ գույքը մնաց, համ փողը մնաց, խաբեցինք։ Իսկ եթե ռուսները դա հասկանում են, ով ասեց, որ ռուսները չեն հասկանում, իրենց շահերը չունեն։ Այսինքն գուցե Մատվիենկոն եկավ համոզվի այստեղ։ Բոլորն են խաբեբա։ Բոլորն են ռուսեֆոբ, ռուսաֆոբ։ Հիմա Քոչարյանը ռուսաֆոբ։ Եթե 100 միլիոն դոլարի խաբել է Ռուսաստանին, դա համենայնդեպս Ռուսաստանի բարեկամը չի։ Չէ, բայց որքան էլ ֆիզիկապես այստեղ մնացած լինեն այդ գույքերը, բայց տնօրինողը մենք չենք, արտադրանքը ուր ուզեն կտանեն, ինչ կուզեն կանեն, հա, հարկեր կվճարեն։ Չէ, տեսեք, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ինքն է խաբեբա, այստեղ մեզ խաբում է, ասում է, որ ես ռուսներին եմ խաբել։ Դա է ասում։ Իհարկե, այդ գործարանները, էներգետիկ ցանցը, այդ գազամուղը, դրանք Հայաստանի քաղաքական օբյեկտներ էին։ Այդ գործարանները կարող էին դառնալ կադրերի պատվիրատու, ինժեներների պատվիրատու, դրանք պետք է աշխատեին ամենակիչը բարձրագույն կրթություն պատվիրեին Հայաստանի բուհերին, հաջորդը դրանք ապահովում էին մեր շահույթը, դրանք շահույթ բերող ձեռնարկություններ էին, մեր տնտեսությունը կզարգանար, կհարստանար։ Դրանք աշխատատեղեր էին, մերոնք կաշխատեին, բարձր որակավորում ունեցող ինժեներները կաշխատեին, ափսոս էին, մենք արտոնաբերական երկիր ենք ունեցել, ընդհանրապես աշխարհին հայտնի ենք որպես ինժեներ, ռազմական արտոնաբերության մեջ, ավիացիոն արտոնաբերության մեջ, հրթիռային արտոնաբերության, մեխանիկներ, ես չգիտեմ, որտեղ չկանք մենք որպես ինժեներ, բայց ինժեներները հեռանում են, չէ, եթե գործարանը փակվում է, երիտասարդը, որ գործարար չի, դու գիտեք, չէ, գործարարությունը ճիշտ այնպես, ինչպես ասենք երաժիշտը, պետք է շնորհված լինես։ Բոլորս կարող ենք նոտաները կարդալ, բայց մենք երաժիշտ չենք, բոլորս երաժիշտ չենք։ Կարող ենք երաժշտությունով զբաղվել սիրողաբար։ Մատվիենկոն հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը իրեն խնդրել է Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ նեղվածություն չկա, շատ լավ հարաբերություններ են, սա ինչ է նշանակում։ Դա մեր համար է դա, Մատվիենկոն գիտի, որ եւ Պուտինը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը իրենցից նեղացած չի, որովհետեւ հենց որ նեղանա, շատ լուրջ նեղությունների մեջ կհայտնվի Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում ամենավեռնապոդնի, ամենահավատարիմը Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանն է։ Մի անգամ եւս հաստատեց դա Նիկոլ Փաշինյանը, որ այն հավակնորդներին, որ ուզում են ռուսամետ ուժերին, ասեց, որ շարք կանգնեք ու հերթագրվեք։ Ես եմ, այն նրանց ասեց, մեզ ընդհանրապես դա չի վերաբերում, մենք կարող ենք դրա վրա ուշադրություն չդարձնել, բայց ռուսամետ ուժերը ու եւ արմյաշկաները, որոնք խփեբա հայերի մասին է խոսքը, հայերի մեջ օրինակ ոնց որ Լավրովը, նմուշային օրինակ է ասիմիլյացիայի, այդ դուք որպեսզի հաջողություն ունենաք Ռուսաստանում, պետք է անպայման ուրանաք ձեր ազգությունը, ազգանունը, ինքնությունը, դուք հաջողություն կունենաք, ասիմիլյացիայի ենթարկվեք։ Այդ դրանց ես ասում եմ արմյաշկա։ Իրենց հնարածն է, Պուշկինյան տերմին է դա, դե տրուս, դե ռապ, դե արմյաշկա, մարտիշկա բառը կա, փոքր կապիկները։ Ասում են Լերմոնտովը դրա պատճառով է զոհվել այդ տերմինը։ Հիմա հայ-ռուսական հարաբերությունում, այսինքն ամեն ինչ պարզ է, խնդիրներ չկան։
Խնդիրներ շատ կան։ Խնդիրներ լուծողներ չկան։ Այ երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ես վերնապոդն եմ, ես չեմ նեղանում ձեզանից։ Դուք ինչ ուզում եք անում եք։ Դե ասում է, որ Վլադիմիր Պուտինի հետ որևէ խնդիր չունի։ Ոնց չունի։ Բա մեր տնտեսությունը չի զարգանում։ Մեր անվտանգությունը, մեր երկիրը վտանգավոր երկիր է։ Բա դա խնդիր չի։ Մեր ռազմական դաշնակցի համար դա խնդիր չի։ Դա լուրջ խնդիր է։ Շրջափակված է Հայաստանը։ Բա ինչ է նշանակում մեր դաշնակցի համար Հայաստանը շրջափակումից հանել։ Դա չի անում, դրանք խնդիրներ են, այսինքն մենք բան ունենք ասելու Ռուսաստանին։ Մենք ասում ենք քո դրածոները տեսեք ձեզ խաբել են գույքը, որը դուք չթողեցիք ավարտեմ, այդ գույքը չափազանց կարևոր բան էր մեր համար։ Գազամուղը կարևոր էր։ Տարանցիկ այսօր այդքան կարևոր բանը էներգետիկան։ Տարանցիկ գազամուղը դուք թույլ չտվեցիք, որ մերը լինի։ Նեղացրեցիք։ Բա դա խնդիրը պետք է մենք դնենք։ Մեր սահմանները հիմա անեքսիայի են ենթարկված, մեր երկիրը անեքսիայի է ենթարկված։ Ձեր երաշխավորած տարածքը դուք երաշխավորել եք Արցախի անվտանգությունը։ Չկա, բա դա հարց չի, բա պետք է ասել իհարկե նեղացած ենք։ Արցախցիները նեղացած չեն, որ անվտանգությունը ապահովող ռուսական զորամասը այնտեղ չի։ Ես դրա համար եմ ասում, Նիկոլ Փաշինյանը մեզ չասեց ոչինչ։ Կամ գուցե ասեց Դե նա Մատվիենկոն ասում է Նիկոլ Վովայևիչը հատուկ ընդգծեց, որ անկախ ինչ-ինչ հերյուրանքներից ինքը Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ միշտ ունի եւ շարունակում է ունենալ կառուցողական բովանդակալից հարաբերություններ։ Հիմա ինչ են փորձում արհեստական այս երկու մարդկանց մեջ բան անել, սեփ խրել, ասում են հոյակապ է։ Դուք ուզում եք ասել, որ ես եմ էթնիկ զտումը կազմակերպել։ Էթնիկ զտումը ես չեմ կազմակերպել։ Վլադիմիր Պուտինն է կազմակերպել։ Պատասխանատուն է Վլադիմիր Պուտինը։ Անվտանգության համար ինքն է ստորագրել։ Ինքն է մեզ վստահեցրել, որ քանի Ռուսաստանը կա, դուք անվտանգ եք։ Այս սահաթից սկսված օրհնված սահաթից սկսած մենք անվտանգ ենք։ Այդ Բաքվի ջարդերը 1915 թվականը, 1920 թվականը, 1990-91 թվականը այդ կայացող օպերացիան։ Ես ուզում ասել Վլադիմիր Պուտինի գործը դա է, ապահովի մեր անվտանգությունը։ Դրա դիմաց մենք նվաստանում ենք, ամեն անգամ ասում ենք դուք եք այս աշխարհում, մեզանից կարևորը դուք եք մեր համար։ Դուք ավելի կարևոր եք, քան թե մենք մեր կյանքում։ Մենք անդադ դա ասում ենք, նվաստանում ենք։ Գնում իրենց համար երգում պարում ենք։ Հրթիռներ հրետ։ Բայց հիմա ինչ է նշանակում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանի այս նշանակությունը, որ հերյուրանքներ են ընդամենը, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ չեն։ Չէ, տեսեք, Նիկոլ Փաշինյանը երկու հասցեատեր ունի։ Ես մեկինը գիտեմ։ Դա իր մրցակիցներն են իշխանության համար։ Այն նրանք, որ ասում են հեռացիր, մենք ենք ուզում։ Հեռացիր, մենք ավելի ռուս ենք, մենք ավելի ռուսամետ ենք, քան թե դու։ Ինքը դրանց ասեց, որ տեսեք, ես ասում եմ, բարձր պաշտոնյային ասում եմ, նրա ներկայությամբ ասում եմ, որ ես եմ ամենավստահելի մարդը Ռուսաստանի համար Հայաստանում։ Ես այստեղ կպաշտպանեմ Ռուսաստանի շահերը։ Դուք մյուս հավակնորդներ։ Դուք գնացեք հերթագրվեք եւ ձեր գլխի ճարը տեսեք։ Ես եմ, տեսեք ում եմ ասում։ Երկրորդը կարծում եմ մեզ ասեց, որ ես ձեզ չեմ լսում։ Ես ում որ պետք է նրան եմ լսում։ Ես ումից որ պետք է նրանից հրահանգներ ստանում եմ։ Ձեր այդ խաղերը եվրոմետական, ամերիկամետական,
դեմոկրատական, մրցակցային, արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, գույքի արգրավում, այսինքն ռուսական շահերի ներկայացուցիչները իրենք դա հայտարարում են։ Կողոպտել են հայ ժողովրդին, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նաև Սփյուռքից եկած փողերն են նրանք տարել, Սփյուռքից եկած գույքը։ Հիմա ինքը նրանց հետ մուկն ու կատու է խաղում, այսինքն չի նեղացնում։ Ռուսական շահերի ներկայացուցիչներին, որոնք մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կողոպտելու մեջ, նրանց հետ ինքն մուկն ու կատու է խաղում։ Մուկն ու կատուն գիտեք որ մանկական խաղ կա, բռնոցի խաղը դա։ Ոչ ոք բռնված չի։ Ընտրություններին ընթരാճ։ Ոչ դե ընտրություններին ինչ է, ընտրություն չկա։ Այս հանդիպումը ասում է, որ ընտրություն չի լինելու։ Իր հետևից շարված ռուսամետներին, արմիաշկաներին, ինքը ասեց, որ ժողովուրդ ընտրություն չի լինելու, ով որ պետք էր նա արդեն ընտրել է։ Այդ այցելությունը դրա մասին է, եկել են իմ մոտ։ Յառլիկ են բերել, յառլիկ, գիտեք որներ, խանը յառլիկ էր տալիս, մանդատ էր տալիս։ Հիմա Վլադիմիր Պուտինը ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Դե Մատվիենկոին եւ Լավրովին Հիմա խորհրդարանի խոսնակը էլ է եկել է։ Չէ, դա ոնց որ ասեք հիմական հյուսային պողոտայում զբոսնում են մարդիկ, ասում են եկել այն ռուսը բարձրահասակ կապուտաչա հետնել մի շիկահեր կին։ Եկել են զբոսնում են, պախբաղակ են ուտում։ Հատուկ մեսեջ ուներ այս այցը։ Ինքը հայտարարեց հատուկ մեսեջ ունեմ։ Ասեց հատուկ եկել եմ ասեմ, որ ես ճանաչում եմ, ձեռքը սեղմում եմ, ողջագուրվում եմ ձեր իշխանությունների հետ։ Ես ասում եմ, դա նրանց էր եղել, որ դուք հերթ կանգնեք։ Համը չհանեք։ Ռուսամետներին ասեց համը չհանեք։ Այո, Նիկոլ Փաշինյանին հետապնդող ռուսամետներին ասեց հանդարտվեք։ Դա նաև Քոչարյանին էր ուղղված։ Քոչարյանին ու այլ բաներ ուղղված։ Քոչարյանին ուղղված էր, որ եթե մենք քեզ շատ սիրեինք, քեզ խափեբաչ, եթե խափնված չլինեինք, ընդ վեստ որտեղ գնացել Key West բան ես գնացել, եթե մենք քեզ չուզենայինք պատժել, Նիկոլ Փաշինյանը քեզ ոնց կպատժեր։ Այդ թողել ենք չափավոր, այն չափավոր քեզ պատժում է։ Չափավոր դա մենք ենք պատժում։ Նիկոլ Փաշինյանի համար ինչ տարբերություն։ Նիկոլ Փաշինյանը ինչին է պետք։ Գույքոում է պատկանում։ Չէ, այդ Ռուսաստանն է պատժում Ռոբերտ Քոչարյանին խարդախության համար, Քիվեստ գնալու համար, Սերժ Սարգսյանին պատժում է 4 տարի Եվրոմիության հետ սիրավեպի համար, պատժում են։ Բայց Նիկոլ Փաշինյանն է կա այդ գործարքի մեջ։ Որ Արևմուտքի հետ այդ սիրախաղերի, որ ասում եք։ Նիկոլ Փաշինյանը ուսանողի հարցին պատասխանեց, ասեց, ես չեմ, ինձ զաստավիտ են անում, ես չեմ, ես 18 թվին չէի կարող դա անել, 19 թվին չէի կարող դա անել, Հայաստանը անկախ հռչակել, իբր թե ինքն է հռչակում անկախ, ասեց, ես չեմ, պետք է ասել Հայաստանի Հանրապետությունը չէր կարող ու բացատրել ինչի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը օկուպացված տարածք է, մեզ կպատժեին, դաժան։ Հիմա էլի այդպես։ Չէ, ինքը դա է ասում, բայց տեսեք ինչ լեզվով ասում է, ես չէի կարող, ես հիմա էլի չեմ կարող, բայց չեմ կարող չենթարկվել ճնշումներին, օրինակ 60,000, այդ 60,000-ը ձնագնդիկ են, ձնագունդը, որ աճում է, դա կարող է դառնալ 600,000 և 6 միլիոն, ես կանխարգելեցի զարգացումը, համաձայնությունը ստալով Եվրոմիությանը, այդ դրա իմաստը դա էր, ընդհանրապես այդ որոշումը, կանխարգելող որոշում էր դադարեցնել զարգացումը, վերցնել մեր ձեռքը, շարժումը վերցրեց իր ձեռքը,
եւ կանգնեցրեց։ Նիկոլ Փաշինյանը դա է ասում, ես վերցրեցի, խլեցի այդ 60,000-ից խլեցի շարժումը ու դրեցի արգելակների վրա։ Բոլորը գոհ են։ Մարդիկ ասում են մեր Նիկոլը, այդ ասում են մեր Նիկոլը միացավ մեզ։ Եվրոպացիները գոհ են, ասում են որ ճիշտ է, բանա ռուսական շահերի պաշտպանա, բայց դե ռուսների գցեց ռուսներին, միացավ մեզ։ Եվրոպացիները միանում է մեզ, գալիս է։ Ռուսներն ասում են լավ արեց, դա ինչ լավ ստացվեց։ Եվրոպա չեն գնում, Հայաստանն էլ հանդարտված է։ Երկրորդ, երրորդ, չորրորդ ճակատ անկառավարելի վիճակ Հայաստանում չէ, բայց այս պատմության մեջի Շուստերի տղեն հոմիային Նիկոլ Փաշինյանը չէ, չեն ձեր նկարագրած սցենարը չեն հասկանում մարդիկ, որ ինչ է անում ինքը։ Ոնց ես ասում եմ, Ռոբերտ Քոչարյանի շուստրությունը չեն հասկացել ռուսները։ Կախել են կեռիկից։ Ունեզրկման եւ անազատության կեռիկից կախել են։ Ու այդպես կախված մնում։ Բա Նիկոլ Փաշինյանին ինչից են կախել։ Դե հիմա տեսնենք Նիկոլին ինչ կանեն։ Նիկոլը շանս ունի դեռևս կեռիկից չկախվելու։ Շանս ունի։ Տեսեք, մենք հիմա շանսի մասին ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը շանս ունի ազնիվ լինելու, հայ ժողովրդի հետ ազնիվ լինելու եւ իր գործընկերների հետ օրինակ թող վերցնի, որպես նմուշ օրինակ վերցնի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանից։ Տեսնի թե ինչ է լինում, երբ խարդախություն ես անում։ Այդա, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը պետք է նայի վերնապոդնի կոչված իր նախորդները ինչ կարգավիճակ ունեն։ Իրեն դա սպառնում է, եթե չլինի ազնիվ։ Մեր նկատմամբ ազնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Սփյուռքի նկատմամբ եւ մեր գործընկերների Ռուսաստանի Մինսկի խմբի համանախագահների, այդպես ասեմ։ Մինսկի խմբի համանախագահի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի հետ լինի ազնիվ, արժանապատիվ։ Ինքը այդ շանսը դեռևս ունի։ Հետո ուշ կլինի, հիմա Ռոբերտ Քոչարյանը չի ուզում վայելել իր հայթայթացը, ուզում է, բայց չի անհանգստանում, բա ինչ են ուրոլոգ կանչում, բերթից, դու գիտեք ինչքան վատ պետք է լինի քո վիճակը, որ բժիշկ կանչեր, ես այնտեղ եղել եմ, ինչ բժիշկ, մի հատ տաբլետկա են տալի, ասում են, ես գլխիդ համար, ես սրտիդ համար, ես էլ հոդացավիդ համար, նույն տաբլետկեն բաժանում են, ասում են առավոտը ցերեկը, երեկոյան կխմես, գլխացավդ կանցնի, առիթմիան կանցնի, եւ հոդերդ էլ չեն ցավա։ Նույն տաբլետկեն բաժանում քո մոտ հատուկ բժիշկը, որ իլյուզիաներ չունենաս։ Հիմա Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այդ կարգավիճակ ունեն։ Երբ ուզեն, երբ հրահանգ լինի, երբ Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Վավայևիչին, հենց որ ասեն փակի դրանց, ունեցվածքն էլ վերցրու։ Դատախազուհուն, միան դատախազին ասում ես փակեք, վերցրեք, աճուրդով վաճառեք։ Ասենք Դերիպասկան առնում է դա, աճուրդով վաճառեք թող տանի։ Նիկոլ Վավայևիչ չի անի, Նիկոլ Վավայևիչին ասեցին թողեք, թող տենց մնան, կախվածության մեջ։ Ինքը թողել է մնացել են կախվածության մեջ։ Հենց ասի փակեք, կփակեն։ Նիկոլ Վավայևիչը գիտի, որ իրեն սպառնում է դա։ Ես ասում եմ, եթե դուք ձեզ ազնիվ չպահեք, հերթ եք կանգնելու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանից հետո հաջորդը դուք եք նույն վիճակով կգտնեն։ Անհնար է, որ ինքը չչարաշահի, ընդհանրապես իշխանությունը դրա համար է։ Հարստացել է։ Մենք չկգտնենք, մենք ինչ իմանանք։ Այն ժամանակ գիտեինք, որ հարստացել են։ Չգիտեինք։ Ոչ չգիտեինք։ Հիմա էլ որոշ բաներ գիտենք։ Ինչ կա։ Տեսեք, դուք որ ասում եք Մատվիենկոն եկավ, Լավրովն եկավ, ասեցին մենք մեր ընտրությունը կատարել ենք, Սերժ Սարգսյանը հակաճառում է ռուսներին, ասում է ինքը իր ուժը այսօր
առաջադրել է վարչապետի թեկնածու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Սա ինչ է նշանակում։ Ուրեմն ուշ հասկացող են։ Դրա համար են այդ վիճակում։ Բայց չէին կարող արժանապատվորեն գնալ, չանել դա կամ չափավոր անել, էլի մենք ասենք էլի որպես եվրազիացի չափավոր տանենք։ Թեկնածու չառաջադրեին։ Տեսեք, մենք գիտենք հայ ժողովուրդը հրաշալի բանաձևեր ունի, կալի եզան մռութը չեն կապում, ուտեիք, բայց չափավոր ուտեիք, էլի կալի եզը, որ աշխատում է կալում, բերան չեն կապում, ասում են թող ուտի, համաշխատի համուտի, չենք չափում, հիմա ես ասում եմ, որ նրանք մի քիչ հարստացած լինեն, ազգականներին տեղավորած լինեն, լավ ապրեին, էլի, լավ ապրեին, մենք ինչ դե ասենք դե լավ, մեր կյանքը կազմակերպել է, հոնարար է, էլի, չձևակերպված հոնարար է ստացել, բայց դե ինչ չի կարել, ձեր փեսաներով, աներձակներով, հարևաններով, համագյուղացիներով, ես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիշում եմ, ասես, որ հայկական բանակը այդ գումարով, որ տարել են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց ազգականներով, կբավարարեր արդիական մարտունակ բանակ ունենալու համար։ Արցախը Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այնպես չի ասում։ Թվերը ունի։ Ասում են, որ Արցախը անվտանգ պահելու համար մենք ունենայինք ժամանակակից լավ զինված, լավ կահավորված գրագետ, պատրաստված բանակ։ Հիմա դուք տեսեք ինչ են արել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի հերթն է։ Մենք կարող ենք ունենալ լավ բանակ, այսինքն մեր անվտանգությունը ապահովող զինված ուժեր, կարող ենք ունենալ դա, կազմակերպեք մեր տնտեսությունը, մեր հարաբերությունները աշխարհի հետ, դաշնակիցներ հայթայթեք։ Սրանից մի քանի օր առաջ Ուզբեկստանը միացավ Թուրանին։ Ուզբեկստանը միացավ, դա հակահայկական չէր, դա հակապարսկական էր, հակառուսական ակցիա էր։ 30-40 միլիոնանոց Ուզբեկստանը դուրս եկավ եվրազիական ռուսական ազդեցությունից։ Դուք պատկերացնում եք ինչ, մի քանի օր առաջ է տեղի ունեցել։ Ես ասում եմ, դուք էլ հայթայթեք դաշնակիցներ։ Հիմա Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուի մասին խոսենք, հա։ Դու դեռ հիշում եք դա։ Դեռ իբր Սերժ Սարգսյանը 6 մինուտ բանում է, բերթում է, հիմա նաև թեկնածու է։ Ինքը թեկնածու չի, իր ձայնը չի անցնում, իր ձայնը այնքան է անցնում, որ ինքը բանտում չի։ Իր հարազատները բանտում չեն։ Այդ դա արդեն նվեր է։ Պուտինը նվեր տվել է Սերժ Սարգսյանին, ասել է, որ դուք բանտում չեք։ Ես Նիկոլ Վավայևիչին ասել եմ, որ թող ազատության մեջ մնան, բայց ճնշի։ Քաշքշեք զգուշորեն։ Զգուշորեն քաշքշեք Սերժ Սարգսյանին։ Բայց նա հիմա իբր իր գլխի ճարը տեսել է, հիմա էլ քաղաքապետ ու վարչապետ է նշանակում։ Կամ Ռոբերտ Քոչարյանը։ Նրանց կարգավիճակը այդպիսին է։ Նիկոլ Վավայևիչին հրահանգված է, կարող է Մատվիենկոն դա էլ թարմացրեց։ Այդտեղ մի հոգ էլ կա, ասես դրան էլ ձեռ մի տուր։ Մի հոգ էլ կա։ Մոդա է այսօր։ Անել ասես հանգիստ թող։ Չնայած վերջ երեք էր, հայ երեք էր։ Նոր գրառում կա, որ չէ, պետք է պատասխանես։ Կանդրադառնանք այդ թեմային, բայց իմացակ, չէ, ինչ իմացնեմ։ Մասիսի քաղաքապետին, որը այդ կերպարը միանշանակ չի ընդունվում հանրության կողմից, ինչու են իրան առաջադրել։ Քրեական գործեր կային, որ 18 թվականի հեղափոխության ժամանակ եղբոր հետերեբունիում դիմակավորված ծեծել են խաղաղ ցուցարարներին, ճիշտ է, ինքը ասում է, որ ես անմեղ եմ, բայց ինչու է Սերժ Սարգսյանը նման պերսոնաժի բերել առաջին պլան։ Դե իր ճաշակով, բայց զտիչը ինչ է, բայց զտիչը, ինչ ենք մենք այս վիճակում, որտեղ բացասական սելեկցիա է գնում, բայց գեներալներին չեք տեսնում, ինչ մակարդակ ունեն, նախարարները, ազգային ժողովի պատգամավորները, դրանց ցուցակները կազմել է Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը,
Բա մեր Դուք երկրի այս տեխնացուին ճանաչում եք, որին Չէ, առաջադրում։ որտեղից ճանաչեմ, ես այդ շայկայից չեմ։ Ես այդ բանդայի մեջ չկամ։ Հանրային գործիչ է։ Ոնց է հանրային։ Քաղաքապետ է Մասիսում։ Հետո բադա ես իմ ժամանակը խնայում եմ, դες ասեմ, որ իմ տարիքը այնպեսին է, որ իմ բացասական հաշվարկ է գնում։ Այսինքն սա նաև մարտահրավեր էր Քոչարյանին, հա, որովհետև ասում էին տեխնացու առաջադրեք, քվեները բերեք, մենք միանանք, հիմա ինչ է կարծում Քոչարյանը կմիանա, թե ոչ։ Կասեն միացի կմիանա։ Նրանք ինքնուրույն որոշումներ կայացնող չեն։ Մենք հիմա ես անդադ դա եմ ասում։ Նիկոլ Վավաևիչը ինքնուրույն որոշում չի կարող կայացնել։ Մարդը հայտարարեց, ես չէի կարող 1900, չէ, 2020 թվականին ես չէի կարող Հայաստանը անկախ հռչակել։ Սերժ Սարգսյանը չի կարող որոշում կայացնել։ Դա հատուկ է ընտրված։ Սերժ Սարգսյանին հատուկ Ալիևը ընտրել է, որտեղ վճիռ կայացնող չի։ Հեյդար Ալիևը Սերժ Սարգսյանին ընտրել է։ Քարտը լրացրել են, վճիռ կայացնում է, թե չէ։ Դա հրահանգ կատարող է, թե չէ։ Հավատացյալ է, թե աթեիստ է։ Ազնիվ է, թե անազնիվ է։ Կառավարելի է, թե անկառավարելի է։ Ռոբերտ Քոչարյանի քարտ երբ որ դրել են Հեյդար Ալիևի առաջ, հարցրել է, չէ՞, սա ով է։ Ասում են, որ աթեիստ է։ Մեզ հավատարիմ է, ապազգային է, ինտերնացիոնալիստ է, հայերեն չգիտի, հայկական ինքնության մեջ չկա, Ալիևն ասում է, դե ուրեմն բերեք ես էլ կստորագրեմ դրա համար։ Հիմա էլ չէ, մենք մի քիչ առաջ խոսեցին գույք պարտքի դիմացը, նա ոչ միայն Ալիևին հավատարիմ չէր, ոչ միայն Հայաստանին հավատարիմ չէր, նա Պուտինին էլ հավատարիմ չի, նա Բուշ կրտսերին էլ հավատարիմ չի, որ այդ գնացել էր ձուկ բռնելու։ Ոչ ոք էլ այդ մարդիկ անհավատարիմ են։ Հիմա նրանք վճռեցին, որ հա, մեր այսինչ գյուղի գյուղապետը պետք է լինի Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Համատեղության կարգով նաև Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։ Հա դա ինչ որոշում, նրանք որոշում կայացնող չեն։ Նրանց հրահանգված է իջեցնել նշածողը Մասիս քաղաքի քաղաքապետը, որը խնդիրներ ունի, որի վարկը քաղաքական միանշանակ չի, դրական չի, այ դրան առաջարկի։ Նախ ընդհանրապես դա վիրավորական է Հայաստանի Հանրապետությունում, ով ում է առաջարկում։ Գիտեք, քրեական գործերի մեջ ծանրաբեռնված մեկը, որը իդեպ շատ լուրջ քաղաքական ակցիայի հեղինակ է, 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշում կայացնողը Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունից, անկախությունից զրկող մարդը ու նրա կուսակից ընկերները հիմա երկրի ղեկավարի տեխնացու են առաջարկում։ Այսինքն սեպտեմբերի 4-ը էլ պետք է լինի, սեպտեմբերի 3-ը ինքն էր։ Հիմա ինչ անենք, սև ներկենք սեպտեմբերի 3-ը 2013 թվականի Սերժ Սարգսյանի կազմած օրացույցով։ Հիմա ասում է 4-ն էլ կա, կիսատ է մնացել գործը։ Այդ մարդը դա կարող է անել, ասում են բերեք թողանի, նեղ ասում են ասա։ Ես ասում եմ, որ նախ պետք է, եթե առաջարկում են հավակնորդ, ես ասում եմ, որ հիմա կան քաղաքական հարթակում կան քաղաքական գործիչներ, նոր մարդիկ, այն նրանց առաջարկեք։ Եթե առաջարկում եք, ուրեմն առաջինը Նիկոլ Փաշինյանն է, Ռուսաստանի վստահորդ, հա, ճիշտ եմ ասում, վստահված անձը։ Ռուսաստանը վստահում է Նիկոլ Փաշինյանին։ Ռուսաստանը համարում է, որ իր շահերը այստեղ լավ կպաշտպանի Նիկոլ Փաշինյանը իր թիմով։ Իր թիմով Ռուսաստանի շահերի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է։
Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսել մեր դեմ։ Հա, չէ, դա ասում են, դա մեզ հատուկ ասում են, որ մենք միամիտ չենք։ Մենք գիտենք ինչ ենք անում։ Մենք գիտենք ում գործիքն ենք։ Տեսեք, ես եւ ոչ մի անգամ չեմ ասում, դրանք տգետ են։ Ասել եմ տգետ են, չեմ ասել, չէ։ Ասել եմ չգիտեն, չէ։ Իրենք գիտեն։ Եկավ Լավրովը դա ասեց։ Մատվիենկոն եկավ կրկնեց, ասեց Լավրովը որպես արմիաշկա սխալ չի ասել։ Ես հաստատում եմ դա։ Ես շարունակեմ, հա, Նիկոլ Փաշինյանը շատ լավ պաշտպանում է Ռուսաստանի շահերը այս տարածաշրջանում եւ Հայաստանում միավորված ազգերի կազմակերպությունում, Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունում իր քվեարկություններով, իր ելույթներով, իր ծառայություններով։ Այսինքն ռուսական կողմը փակ է։ Մենք գիտենք, ռուսական կողմը Նիկոլ Փաշինյանն է։ Այն մյուսները արդեն մնում են որպես ռեզերվ։ Թող մնան։ Թիմ է, թող մնան։ Իսկ մյուս թևը, այլ ընտրանքային թևը ո՞րն է մեր։ Ուրեմն եվրոպական թևը, եվրոպական դաշինքը։ Մենք դա ունենք։ Դուք ռուսական մատրյոշկա տեսել եք։ Դա իմիջիալոց հեռավոր արևելքին է, չինական է, ճապոնական է, նրանք էլ ունեն։ Մատրյոշկան հենց այնտեղից է գալիս։ Երբ որ վերցում ես Նիկոլ Փաշինյանին, չէ, անում ես։ Տակից դուրս է գալիս, ասենք Սերժ Սարգսյանը, դա էլ ես վերցում Ռոբերտ Քոչարյանը։ Դրանք բոլորը ռուսական մատրյոշկայի տարբերակներ են։ Դրանք մենք դնում ենք ձախ թևը։ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունը անկախ հռչակած մարդն է։ Նրա օրոք հռչակվել է անկախ եւ պետական հիմքեր են դրվել, որ 35 տարի է քանդում են, չի քանդվում։ Լևոն Տեր-Պետրոսյանը դա արել է։ Տեսեք հիմա ինչ որ անում են, այդ սեպտեմբերի 3-ը Եվրազիական միությունը, Մաքսային միությունը, ինչ որ անում են, դա Լևոն, որ ասում են արվել է այն ժամանակ, ինչն են քանդում։ Տեր-Պետրոսյանի օրոք ստեղծված պետությունն է։ Պարոն Արշակյան, այլ թեմաների անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանը ուզում է միջև վերջ գնալ բացահայտել իմանալ արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը երեխա ունի, թե ոչ, սա արդյոք վարչապետի զբաղվելիք հարց է, թե ոչ։ Վարչապետի գործը օրենսդրական նախաձեռնությունն է, հանձնարարություն է տալիս կառավարությանը, լուրջ հանձնարարություն, որ հարկավոր է, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, սահմանադրական փոփոխություններ պետք է լինեն, ուրեմն շատ լուրջ կարծիք կա, օրինակ հիմնը, օրհներքի մասին, որ չի կարելի, այդ Ռայմոնդայից ազատվել է պետք, Գլազունովից ազատվենք, դա խայտարակություն է, մենք երաժիշտ ժողովուրդ ենք, մենք կոմիտաս ունենք Արամ Խաչատրյան, Բաբաջանյան, ում չունենք, մեր Ալան Հովանես Ամերիկայում, Ռուսաստանում Թարիվերդիև, ես ինչ որտեղ չկան, ամենտեղ մենք հիմա գնացել գողացել ենք, մեր օրհներքը գողություն է, ուրեմն դրա հանձնաժողով ստեղծել օրհներքը մեկ, սահմանադրության բոլոր հոդվածները, օրինակ բանկի մասին, բաժինը դրեք քննարկման, բանկի մասին, ինչ բանկ պետք է ունենանք, դատախազի մասին օրենքի այդ հատվածը քննարկման, մարդու իրավունքների մասին օրենքը, մշակույթի մասին օրենքը, լեզվի մասին օրենքը, այդ դրեք լայն քննարկման դուք էլ ակտիվորեն մասնակցեք, Նարեկ Կիրակոսյանի հաղորդումներին մասնակցեք, ամեն շաբաթ մեկն ու մեկը թող բացատրի, ես չշարունակեմ, տեղական ինքնակառավարման մասին, նախագահի մասին օրենքը, օրենքի սահմանադրության այդ հատվածները, այդ թվում կրոնի խղճի ազատության մասին օրենքները, ինչ կարգավիճակ պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը։ Դե բայց արդեն պարզ է եկեղեցին ինչ կարգավիճակ։ Տեսեք, ես ինչ եմ ասում։ Այսօր օրակարգային է կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, եզդիների կրոնական կազմակերպության մասին ինչ կարգավիճակ ունեն եզդիները։ Եզդիների հոգևոր առաջնորդը ռոճիկ որտեղից է ստանում, իր ընտանիքը ոնց է։ Չարեք մենք վերադառնանք։ Ես պետք է փաթեթով է դա։
Հիմա ում հետ է քնել կամ քնում դա ինձ չի հետաքրքրում, անկեղծ եմ ասում, բայց ուրիշ բան հետաքրքրում է։ Կանոնադ օրենքը խախտվում է, թե չէ։ Ինձ դա է հետաքրքրում, այ վարչապետը պետք է ասի, օրենքի խախտում կա, թե չէ։ Եկեղեցական թե սահմանադրական։ Ուրեմն եկեղեցական օրենքը չի կարող սահմանադրական օրենքից դուրս լինել կամ այլ լինել։ Ես դրա համար սահմանադրությունից սկսեցի։ Այսինքն Սահմանադրությունից գալիս ենք դեպի հասարակական կազմակերպությունների, քաղաքական կազմակերպությունների կանոնադրությունը, որը արդարադատության նախարարությունում հաստատվում է։ Ես ինչի դրա համար եմ ասում, սահմանադրությունը խղճի ազատությունների մասին բաժինը եւ կրոնական կազմակերպությունների մասին։ Օրինակ կրոնական կազմակերպությունների մասին ես եզդիների համար ասեցի, կաթոլիկների համար, բողոքականների համար, հայ առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրությունը համապատասխանում է մեր օրենքներին, թե չէ։ Օրինակ մենք, որ անդամը վճար ենք տալիս, նվիրատվություն ենք տալիս, դա օգտագործում է եկեղեցու կարիքների համար եւ թափանցիկ է, մենք գիտենք։ Դրա համար հարկային օրենսգրքում են փոփոխություն անում կամ մի հատ նոր օրենք են բանանում, շրջանառում, բերում ազգային ժողով ընդունում, բայց հիմա իրենք ինչ սկսել է Նիկոլ Փաշինյանը։ Այո, դա ինչ կապ ունի ձեր թվարկածների հետ։ Նա լրիվ այլ ճանապարհ է։ Օրենսգիրքը պետք է այնպես լինի, որ մենք իմանանք որևէ մեկը շահույթ ունի, թե չէ։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանի արածը դրա հետ կապ չունի։ Եթե մենք փողը տալիս ենք եկեղեցու սպասավորին, եկեղեցու կարիքների համար, ու ինքը դա այլ տեղ է օգտագործում, այլ բանի վրա է օգտագործում, այդտեղ արդեն մեզ դա հետաքրքիր է։ Եթե որևէ հայ հոգևորական կուսակրոն նա ինչ որ ունի, բոլորը պետք է պատկանի եկեղեցուն։ Բայց եթե կա անձնական կյանք, ուրեմն ինքը կուսակրոն չի։ Եթե կա անձնական կյանք, ես ասում եմ, անձնական կյանքի իրավունքը բոլորին է, մենք նրա փակ սենյակները չենք մտնում, այսպես ասենք, ներքնաշորերը չենք հոտոտում։ Զզվում ենք տենց բաներից, բայց եթե դրա մեջ կա չարաշահում պաշտոնի, հասարակական կազմակերպությունները նույնպես ունեն պաշտոնյաներ։ Այդ թվում նաև կուսակրոնության ուխտը խախտելը։ Ուխտի կարևոր չի, խախտել նշանակում է սիրուհուն վճարել։ Դե մենք չմիանանք, դա նատուրալիստական բաներ շատ կան։ Չմտնենք դրա մեջ։ Ես ասում եմ, կուսակրոնության խնդիրը նա է, որ այդ մարդը նվիրված է եկեղեցուն։ Ուրիշ ոչ ոք չունի հայր, մայր։ Այդպես է, չուն, թողեք ձեր ծնողներին։ Ավետարանը այդպես ասում, թողեք։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանը այս արշավը ինչ հարց է լուծում։ Նա ոչ խոսում է օրենսդրական փոփոխության մասին, նա ոչ խոսում է հարկային դաշտ բերելու մասին, նա չորով ուզում է իմանալ վեհապարը երեխա ունի թե չունի։ Ես կարծում եմ դա Facebook-ում գրելու բան չի։ Ուղղակի փակում են գենետիկական հետազոտություն են անցկացնում ու ասում են, սա սրա հայրն է։ Այսինքն ամբողջ երկրին հիմա սկսեն DNT-ով։ Եթե դու լծակներ ունես, դա հիմա ձեզ հետաքրքրում է, դուք եկել եք ինձ խոսնում եք, չէ՞։ Ինձ հարցեր եք տալի, ես էլ պատասխանում եմ։ Ձեր հնարավորությունը դա է։ Իր հնարավորությունը շատ մեծ է։ Փակել ու անալիզ անել։ Ինչը փակեն։ Երեխային եւ իրեն կասկածյալ։ Փակում են, ասում են հայրը թե դու ել քու զավակն է, թե ասում են չէ, դե ասում ես դուք եք։ Սկսենք դրանից այդ պոլիգրաֆից։ Կանչում են, ասում են, ով հայրը։ Ուզում ասեմ, եթե իրեն դա է հետաքրքրում, ինքը այդպիսի հնարավորություն ունի, parzi, թող parzi ու իր համար։ Բայց եթե ուրիշ կարևոր հարց է գալիս։ Պետության մասին է խոսքը։ Եթե պետության ղեկավարի, ես ասում եմ, օրենսդրություն, օրենսդրության նախաձեռնություն, ազգային ժողովի հանձնաժողովները մշակում են օրենքները եւ օրենքը փոխում են։ Պարոն Արշակյան, դուք շատ վտանգավոր բան եք ասում եք թող կասկածյալ երեխային եւ հորը փակել մի սենյակում։ Եթե իրեն անձամբ հետաքրքրում է, դուք եկել եք հիմա, դուք իրավունք ունեք, չէ՞։ Ինձ ասեցիք եկեք։ Թող նրան էլ հիմա ինչի՞ դուք ինչի բանով հայտարարեցիք, որ ես Արշակյան Ազատիդ ուզում եմ հանդիպել, չէ։
Իմ հերոսի համար ունեիք, զանգեցիք, ասեցիք, ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը օրակարգում ինչ որ կա, ես էլ ասեցի հանդիպենք, ես կասեմ ինչ որ գիտեմ։ Սահմանափակում կա, ինչ որ բան դուք ինձ արգելելու եք, ասեցի չէ, ասեցի ազատ ինչ ուզում ես ասա։ Համաձայնության եկանք։ Թող ինքն էլ հերոսը վերցնի, ասի դու երեխա ունես, թե չէ։ Ունես անունը ինչ է, բան եւ ինչ, դրա անվտանգությունով է մտահոգված։ Դու իր անձնակ, եթե դա անձնական գործ է, դա կարելի է լուծել, բայց եթե դա պետական գործ է, ես պետական գործի ճանապարհային քարտեզն եմ ասում, պետական գործիչը մեր երկրի կարևորագույն պաշտոնյան դիմում է հոգևոր պաշտոնյայի, այսինքն եկեղեցու պաշտոնյային։ Ես կարծում եմ, որ դա չի իրենց խոսակցության։ Մեր անվտանգության հարցն է, այսինքն մենք հավատացյալներս, հետևորդներս, Սուրբ եկեղեցու հետևորդներից շահերն է պաշտպանում։ Ինքը վերևում գրել է, որ պաշտպանում եմ հետևորդների շահերը։ Այդ դրանից ելնելով ինձ հետաքրքիր է։ Դուք արդյոք չարաշահում եք, օգտագործում եք ձեր պաշտոնը մեր ռեսուրսները փոշիացնելու համար։ Արդյոք դուք այդ կուսակրոնություն խախտելը հո սեռական կյանքի մասին չի։ Սեռական կյանքի մասին չենք խոսում, չէ՞։ Բայց տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ է քրիստոնեություն ընդունել, որովհետև երբ ինքը գրում է, որ ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ մտահոգված եմ եւ այլն մարդկանց մոտ հարց առաջանում, ասում այս մարդը ուրեմն էս 50 տարի է բան չէ, քրիստոնյա չէ, որովհետև նոր ընդունեց քրիստոնեությունն ու այդ հարցը առաջ քաշեց, որովհետև այդ հարցը եւ ընդդիմադիր տարիներին կա, այսինքն 99 թվականից կամ չգիտեմ 2000-ականներից իշխանության գալուց հետո կարող էր բան աներ, այդ հարցը առաջ քաշել որպես քրիստոնյա։ Բայց հիմա երբ որ ասում են որպես քրիստոնյա, արդյոք սա չի նշանակում, որ նա ընդամենը 7 օր առաջ է քրիստոնեություն ընդունել։ Չէ, 7 օր առաջ ինքը նկատել է, որ վտանգավոր։ Հա, ինքը 7 օր առաջ իմացավ։ Չէ։ Նա կարող է ոչ էլ քրիստոնյա է։ Ես չգիտեմ, այդ մկրտություն բան ոնց է տեղի ունեցել, որտեղ է գրանցված, որ թեմում է գրանցված, դա ինձ չի հետաքրքրում, բայց 7 օր չէ։ Ինչ որ ժամանակ առաջ ինքը հասկացել է, որ եկեղեցին սպառնում է իր իշխանությանը, իր անձնական իշխանությանը։ Այսինքն որ չսպառնար, ուզում է հոգևորականները աճուձախ չզոքացնում է սպառնալիքը։ Այսինքն եթե հոգևորականները երեխաներ չսպառնային իր իշխանությանը, ինչքան ուզում են երեխաներ ունենային, նա ձայն չէր հանի։ Շանտաժ անում այսինքն։ Չզոքացնելու տարբեր ձևեր կան։ Չեզոքացնելու, այ վտանգը Նիկոլ Փաշինյանը վտանգ է զգացել, վտանգը չեզոքացնում է։ Ինքը ընտրել է իր ճաշակով բանը, այսինքն մտածում է, որ վարկաբեկող բան գտնենք։ Սպառնալիքը չեզոքացնելու համար վարկաբեկող ինչ կա։ Ասում են, որ օրինակ կուսակրոնությունն է։ Եթե դա չլիներ, օրինակ Բենթլին։ Ուրիշ շինարարության մեջ կան մարդիկ, որ գործարքի մեջ են եկել եկեղեցական պաշտոնյաների հետ գործարքներ են ունեցել, ֆինանսական չարաշահումներ կան։ Ես անձամբ գիտեմ այդպիսի մի դեպքի մասին։ Այսինքն, եթե դա չլիներ, անպայման Նիկոլ Փաշինյանը այդտեղ վտանգ է տեսնում, անձամբ իր նկատմամբ վտանգ է տեսնում, վտանգը չեզոքացնելու համար ընտրել է այդ ճանապարհը։ Այսինքն եկեղեցու խնդիրներով մտահոգված չէ, չի հետաքրքրում։ Մինչև հիմա այդ ձեր ասածն եմ ասում, բայց 50 տարեկանում իմացա, որ մեր եկեղեցին ղեկավարվում է ստալինյան կանոնադրությունով, որը ենթադրում էր, որ քանի որ աթեիստները ունեն զամպալիտ, հոգևոր առաջնորդ, աթեիստները ունեն հոգևոր առաջնորդ, դա զամպալիտն է, ռայկոմի քարտուղարը, կուս բյուրոյի ղեկավար էր, քարտուղար էր, ընդ առաջի, երկրորդ, երրորդ քարտուղար եւ այլը, գիտելիք ընկերության քարոզիչները, դրանք զամպալիտներն էին, ըստ Ստալինի 1943 թվականին պատերազմի թեժ ժամին ինքը տեսավ, որ քիչ է զամպալիտը,
Հավատացյալների համար էլ մի բան պետք է լինի։ Հավատացյալների համար ինքը հրավիրեց հոգևորականներին, ասեց դուք էլ կլինեք դուք էլ կլինեք հավատացյալների զամպալիտը, տեսեք տերմինը։ Աթեիստների զամպալիտ կա մեր երկրում ստալի։ Իմիջիալով դրանք բաց է հիմա։ Պերեստրոյկայից հետո այդ թղթերը այն ժամանակ կոչվում էր բանվորագյուղացիական կոմունիստական չէր դեռևս կարծեմ, թե արդեն կոմունիստական էր, բանվորագյուղացիական էր ինչ որ կոչվում կուսակցությունը, բայց մենք ասենք կոմունիստական, իրավունք ունենք, էլի մոռացել եմ, դրանք անցել եմ ես դպրոցում, ուրեմն կոմունիստական կուսակցությունը այն ժամանակ պրեզիդիում էր կոչվում, պրեզիդիումի նյութերը բաց են հիմա, կարող ենք կարդալ, ես օրինակ հետաքրքրվում եմ դրանով, ուրեմն որոշեցին պատերազմի ժամանակ զինվորականներին, հավատացյալ զինվորականների համար ստեղծել զամպալիտ։ Հրավիրեցին, կանոնադրությունը գրեցին, հրավիրեցին հոգևորականներին, ասեցին, ասել ձեզ կանոնադրություն, խաչը բարձրացրեք ու ռազմաճակատ։ Ուրեմն հիմա մեր հոգևորականները զգալի մասը, քչերը չէ, քչերը այդպիսին չեն։ Մեծամասնությունը զամպալիտներն են հավատացյալների համար։ Հիմա այդ կանոնադրությունը մեր պետության ղեկավարները Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ուշադրություն չեն դարձրել դրա վրա։ Հիմա Նիկոլ Բաբաևիչը դրա մասին կարող էր խոսել, նորից եմ ասում, հանրային քննարկում սկսվի։ Հանրային, քննարկում, որտեղ կուտակվի, որպեսզի կուտակվեն կարծիքները։ Ազգային ժողովում դա անցնի, այդ հանձնաժողովները քննարկվեն։ Ես ասում եմ մտավորականները, հոգևորականները, այդ պետք է օրինակ նախագահը անգործության է մատնված։ Նախագահի այդ պալատները ափսոս են։ Դա գույքի մսխում է, ռեսուրսների մսխում է, պաշտոնյայի Վահագն Խաչատրյանը։ Ինչ անեն, ազատեն աշխատանքից հաստիկը փակեն։ Ում Նախագահի հաստիկը փակեն։ Չէ, թող մնա ու թող կազմակերպի։ Թող կազմակերպի, աշխատի, ու թող հրավիրի, խորհրդակցություններ անցկացնեն։ Ես ասում եմ, ներգրավվածությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ անցկացնեն կանոնադրությունը համապատասխանեցնենք այսօրվա գործող սահմանադրությանն, թե չէ, թողնենք որ մնա զամպալիտ։ Հիմա մեր հոգևորականները զգալի մասը իրենց զգում են զամպալիտ։ Նրանք դրա համար են գնում անդադ քսմսվում են, կանգնում են թագավորի կողքին։ Գնում նախագահի վարչապետի կողքը կանգնում են։ Չգիտեն որ չպետք է կանգնեն, դա իրենց տեղը չի։ Հոգևորականը պետք է մեր կողքը կանգնի։ Զրկվածների, եթե կուզեք, տուժածների, հալածվածների կողքը պետք է կանգնի, զամպալիտը չէ, հոգևորականը։ Բայց մեր հոգևորականները, դուք տեսնում եք շքերթներ, տոնահանդեսներ, բանկետներ, բենտլիներ, ադամանդյա զարդեր։ Ով ունի ադամանդյա։ Ճակատին կպցրած է, որ տեսնեք, ճակատին, վեհափառի ճակատին, հենց ճակատին ադամանդի զարդ է կպցրած։ Խաչա։ Կռապաշտությունը հանեք, խաչը ուրիշ նշան է, ադամանդի, դրեք, վաճառեք, ուղարկեք կարիքավորներին, եկեղեցու կարիքները վերանորոգեք։ Ես ասեմ եկեղեցիները որպես պատմամշակութային արժեք ունեցող կամ ճարտարապետական արժեք ունեցող պետք է պետությունը վերցնի իր վրա։ Համայնքին պետք է ազատի այդ բեռից։ Համայնքը թող չանի։ Թող պետությունը ճարտարապետական հուշարձանները տանիք, մանիք, ինչ որ կա։ Ապահովի։ Ես ձեզ ավելին ասեմ։ Ես դա գիտեմ, ուրեմն այնտեղ իմացող, իմաստուն եմ ուզում ասել, լավ, բրծա, իմացող մարդիկ կան, Գերմանիայի օրենքը թող թարգմանեն, Գերմանիայում եկեղեցու մասին օրենք կա, շատ լավն է վերջացնեմ, Գերմանիայում հավատացյալները գրանցվում են, գրանցվում են, հարկայինում գրանցվում են և ամեն ամիս իրենց աշխատավարձից ես չգիտեմ, քանի տոկոս, ճաշակի, քանի տոկոս նվիրում են, հարկայինը պահում է դա, հարկայինը, պետությունը ծառայում է իր ժողովրդին, 20 թե 30 միլիոն գերմանացի կաթոլիկ կա, այ կաթոլիկ եկեղեցին փող չի հավաքում, այնտեղ չես կարող գնալ փող դնել տերտերի ջեբը, չէ, տարմուծի, Գերմանիա,
Հունաստանը հո ջեբ դնել գիտի, բայց ասում է չէ, եկեղեցու փողը մուծեք։ Համ կիմանանք քանի հոգի ունենք մենք հավատացյալ հայ ժողովուրդը, բոլոր եկեղեցիների, եզդիների փողն էլ թող մուծեն պետությունը, թող եզդիների եկեղեցու, որ եկեղեցի է կոչվում, չէ, եկեղեցին դե ասորերեն է։ Ուրեմն թող պետությունը փողը հավաքի եւ մենք կիմանանք փողը ուր է գնում, Սիրուհի ունի մեր հոգեվորականը, որը տեր կլինի։ Ունի թե չէ, որտեղ փողը ոնց է ծախսում, ինչի վրա է ծախսում, կապիտալ շինարարության վրա է ծախսում, թե կվարտիրա է առնում իր դստրի համար։ Այսինքն Գերմանիայից թող արտագրեն օրենքը, թող թափանցիկ լինի, մենք վստահ լինենք, որ մեր աղոթքը այդ կողմից կհաստատվի։ Ուրեմն տեսեք, պետությունը պետք է զբաղվի դրանով։ Պետությունը պետք է զբաղվի մեր շահերը պաշտպանելով։ Պետությունը դրա համար է։ Հավատացյալ մարդկանց շահերը պետք է պաշտպանի։ Մեր աջակցությունը եկեղեցուն պետք է մնա եկեղեցում։ Իսկ եթե նրանց ռոճիկ սոցիալական անվտանգություն, սոցիալական ապահովություն, հոգևորականները արժանապատիվ կյանք պետք է ունենան։ Օրինակ հույները նաև ռոճիկ են տալի պետական բյուջեից։ Ռոճիկ են տալիս հոգևորականին։ Հոգևորականը ուղղափառ եկեղեցու հավատալի ծառայություն է կատարում։ Գուցե մեր մոտ էլ ինչքան է թեմում քանի հոգի կա, քանի հոգու հետ է ինքը շփվում։ Այն օլիգարխիան եկեղեցում մեր օլիգարխիա կա։ Խտրականություն կան, իսկական հոգևորականներ, որ ժողովրդի հետ են, եւ կան օլիգարխներ։ Դա ես կարծում եմ, որ պետությունը դրանով պետք է զբաղվի Նիկոլ Վավայևիչի ղեկավարությամբ։ Բայց Նիկոլ Փաշինյանը իր այս պահվածքով չի վարկաբեկում եկեղեցին։ Սա աշխարհը կարծում է, որ Հայաստանի ղեկավարը թիրախավորել է հոգևոր։ Ինքն իրեն է վարկաբեկում։ Մենք այդ բոլորը գիտեինք, մենք ամեն անգամ փողը որ խցկում ենք տերտերի ջեբը, մենք գիտենք, որ լավ բան չի, բայց ինչ անենք, մարդն ինչով ապրի։ Գիտենք ինչով ապրի։ Ու հետո ինքն էլ վերև է տանում։ Դուք եղել եք Մայր աթոռ, ոնց է Մայր աթոռ եկեղեցու տակ մտնել համար 1000 մանեթա պետք է տաս չէ։ Պատկերացնում եք, այդտեղ հեթանոսական ինչ-որ բան կա, ատրուշան կա, բան կա։ Ես հյուրեր ունեի տարիներ առաջ։ Ասեցինք մտնենք, նայենք, դե ասեցին մուծեք քանի հոգի գլխականակը։ Ասի ոնց այդ նայելու համար թանգարանը վճարովի է, գիտենք։ Թանգարան գնացինք, վճարեցինք, էլի ջեբը դրեցինք, ասենք դե ասեցին դուր ես կտանեմ։ Հələ պատկերացրեք Մայր աթոռում սուրբ էջ միացնում։ Ասեք թանգարան ես մտնում, ընդ մեկը գալի ասում է դուր փող ախպեր։ Ասում եմ կասա բան չկա, մուծենք էլի դրամարկաբան, ասում է ես տեղը գիտեմ դուր։ Ասում եմ ինչքան է, մարդա $20 էր, ինչ էր ասի։ Հա, ասում կոտանքը, ասեց լավ կլինի դոլարով, օտար երկացին, ասեցի հա, ասեց դոլարով դուր։ Էդի թանգարանը գնալու համար, իսկ հետո որ ասեցինք մտնենք այդ ներքնահարկը եկեղեցու, այնտեղ արդեն էլի Մեկը կար, ասեց, քանի հոգի եք, ասեցինք ոնց որ թե 5, մուծեք 5000 դրամ։ Ասենք որտեղ ենք մուծել, ասեց դուրս տեղ։ Այդ Մայր տաճարում, այդ մենք քանի տարի է գիտենք, Նիկոլ Փաշինյանը քանի որ չի գնում եկեղեցի ըստ երևույթին, ծանոթներ չունի, օտարերկրացի բարեկամներ չունի, եկեղեցի չի տարել, թանգարաններ չի տարել, Զվարթնոց թանգարան, գնացեք որևէ տեղ գնացեք, տեսեք ոնց է, էլի։ Տեսեք ոնց է։ Այդ մենք իմացել ենք, Նիկոլը չի իմացել։ Շնորհակալություն, պարոն Արշակյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։